Շնորհակալություն, մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ես միամտաբար հույս էի տածում, որ ժամանակին ինքն իրեն երկրի միակ տղամարդը հայտարարած Ռոբիկի փոքրիկ որդին ամեն դեպքում կփորձի փոքրինչ տղամարդ լինել ու իր ասածներին տեր կանգնելու համար գալ ու այստեղ լսել, գոնե լսել, թե ինչ են այստեղից իրեն ասում դահլիճում իր ասածներին ի պատասխան։ Բնականաբար միամտությունս հասավ իր վախճանին ու ակնհայտա, որ այլևս փոքրիկը Քոչարյանի, ինչպես շատ ճիշտ բնութագրեց պարոն Ռուբինյանը, Քոչարյանի փոքրիկը այս դահլիճ չի գա։ Ես վստահ եմ, այլևս մինչև այս գումարման ավարտ այս դահլիճ չի գալու Քոչարյանի փոքրիկը կամ գալու այն ժամանակ, երբ որ մտածի, թե այս միջադեպը արդեն մոռացված է։ Այս խոսքս հիշեք, այս խոսքս արձանագրեք, որովհետև ինչքան Քոչարյան Ռոբիկներ երկրի միակ տղամարդը ու կամ առհասարակ տղամարդ, այդքան էլ պետքա լինի իր տղան։ Հենց այդքան էլ պետքա լինի իր տղան, ով որ ես չէի լսել, անկեղծ ես դահլիճում էի, բայց ես չէի լսել, թե ինչա տեղի ունենում։ Ստեղ տեսա ինչ որ տեղից բան ա խոսում, ռեակցիա էլ չտվեցի։ Մեկ էլ ինչ տենամ, դու մի ասա գնացի դուրս հեռախոս եմ, սկրոլ եմ անում Facebook, ինչ տենամ։ Պարզվում է, ասես մի միջադեպ բան ա տեղի ունեցել, էլի։ Ասելա իր խմբակցության կին պատգամավորներից մեկին մոտավորապես սենց է ասել ըստ երևույթին, հեսա Արշակյանին քթից տակ բաներ եմ ասելու, մոտիկից կնկարես, որ ձենս լսվի։ Հետո այնտեղ քթի տակ բաներ է ասում Արշակյանը, որ անկեղծ եմ ասում, չի լսվում սկի։ Այդ կինն էլ կին պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էս նկարում է, էլի հպարտորեն վեհ դեմքով նկարում է մեր առաջնորդը քթի տակ քրվում է, ասենք, տղայա էլի արա, տղեն սենց պետք է լեզ երկրին, այս սենց առաջնորդա պետք դեմքով, այսպես նկարում է։ Մի հատ է վերակենում այնտեղ, տեղից է վերակենում սենց հույնի բույնի, մեկ էլ այդ պահին Աննա Գրիգորյանը, կոռուպցիայի դեմ պայքարի մեծ մարտիկ, հիշենք իհարկե, Աննա Գրիգորյանը ու Արմենուհի Գյուրեղյանը։ Արմենուհի էր, հա, Արմենուհի Գյուրեղյանը։ Երկուսով սենց են կինոներում տեսել եք թիկնապահները ոնց են գծվում, սենց որ հանկարծ շեֆի վրա ինչ որ կարակոց կամ բան են նկատում։ Այսպես գծվում են մի հատ Լևոն Քոչարյանի դիմաց, այսպես իրենց մարմնով պաշտպանելու իրենց շեֆի որդուն, նույն ինքը Քոչարյանի փոքրիկին։ Ուտեղ այդ կանանց թիկունքում սենց իրան կրկին հզորացած զգալով մի հատ էլ էլի քթի տակ հերթական երկրորդ անգամ ինչ որ բան ասում, որը պարզվում է հետագայում, որ հայհոյանք է։ Բայց ըստ երևույթին լավ հասկանալով, որ կամ թերագնահատելով մեզ, որ մենք ամեն դեպքում եւ ոչ մի պարագայում իր կին թիկնապահների վրայով չէին կանցնի եւ իրեն ոչինչ չէին կանի, քանի որ ինքը պատասպարված է այդ կանանց շրջանում, մենք մեր տղամարդկային արժանապատվությունը թույլ չէր տա։ Ամեն դեպքում ապահովության համար հին ու բարի քոչարյանական ավանդույթի համապատասխան թռնում է այս դահլիճից, հետո էլ արդեն ինչպես մամուլում պարզվեց, այս շենքից։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Ռոբերտ Քոչարյանական, պարոն Անդրանիկ Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանական ավանդույթի համաձայն։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, որ պահին մտավ այս դահլիճ, ինքը պատասխան է տալու իր արածների համար։ Սկզբում վերբալ պատասխան է տալու, հետո վերբալ պատասխանից արդեն կախված։ Ու ես ձեզ չգիտեմ, անկեղծ հետո գալու է իհարկե այստեղ հիշում եք ոնց էր խոսում։ Առաջի օր եկել էր ազգային ժողով, առաջի ես անկեղծ հիշում եմ, իմ մեջ տպավորվել է Քոչարյանի փոքրիկի առաջի գործողությունը որպես պատգամավոր եղել է հետևյալը, որ ներքին գործերի նախարար այն ժամանակ դեռ Վայ Ղազյանն ասում է, ես ուղեղի ցնցում եմ ստացել ձեր ոստիկանների գործողություններից։ 2 ամիս հետո արդեն տենց վիճիցիլի, արդեն որոշում է, որ ինքը տենց արդեն կայացած առնական տղամարդ է ու հայտ է ներկայացնում հոր թափուր տենց միակ տղամարդու բանին, կարամ հայհոյեմ քթից տակ, իհարկե դեռ քթի տակ, բայց կնկարեք մոտիկից, կարևորը որ կամերան մոտիկից պահեք, այտենց բանը, համ դոշի մկանները կարող է լավ Երևան, համ էլ հայհոյանքը կարող է լսվի։ Ասենք վստահ եմ, այս ամեն ինչի այս նիստի հոգեբանական տրավման իհարկե ինքը կփորձի բան անել, ինչ անեն, որ մարդիկ գինու մեջ են խեղդում, կխեղդի, չգիտեմ, 200 կիլոգրամանոց ինչ որ մի հատ բան շտանգա բենչ պրես անելուց կամ ինչ-որ մի բան անելուց, բայց այնուամենայնիվ դա իրան չի փրկի, որովհետև ուզում ես 500 կիլո պարկած ժիմ արա, եթե գնալու ես Արմենուհի Գյուրեղյանի ու Աննա Գրիգորյանի թիկունքում պահկվես, դու հարամալնի տենց տղեն է, այտենց պրեսն է, այտենց ժիմն էլ, այտենց ամեն ինչն էլ դե արյու մի ասա։ Ես իհարկե հասկանում եմ, Ժողովուրդ ջան, մենք այս երկրում ենք ծնվել, մենք այս քաղաքում ապրել ենք, մենք այս քաղաքում դպրոց ենք գնացել, մենք այս քաղաքում համալսարան ենք գնացել,
Մենք բոլորս գիտենք այն բոլոր պատմությունները, թե ոնց օրինակ Քոչարյանի փոքրիկը լուծել իր հարցերը տղայական մակարդակում։ Օրինակ մենք երբ որ, չգիտեմ, տղա ենք, տղամարդ ենք, մենք երբ որ ինչ-որ աղջկա կամ կնոջ հետ կապված հարց ենք ունեցել կամ բան ենք ունեցել այլ տղայի կամ այլ տղամարդու հետ, մենք դա լուծել ենք ինքնուրույն շատ դեպքերում եղել է բռունցքներով ենք լուծել, եղել է այդ բռունցքներով լուծելու ընթացքում ավելի թույլ ենք եղել, եղել է ավելի ուժեղ ենք եղել։ Ինքներս ենք արել, հասկանում եք, մենք ինքներս ենք արել։ Ամբողջ Երևանը տարիներ շարունակ պատմում էր այն մասին, թե Լևոն Քոչարյանը ոնց է ժամանակին լուծել աղջկա հետ կապված հարցը ԱԱՑ-ի հատուկ ջոկատայինների միջոցով, ոնց է ինքը իր հավանած կնոջ, որի անունը ոչ տալիս են, ոչ էլ ինքը կապ չունի է այս թեմայի հետ, ոնց է ուրիշ տղայի հետ իր այդ թեմայով հարցը լուծել, որ ԱԱՑ-ի ալֆային ուղարկելա, գնան մեկի գլուխը ջարդեն։ Հիմա եկել այստեղ տղամարդ է ձևանում։ Դու քոպես տղամարդ մեր փողոցի, չգիտեմ, կատուն էլ կարա ալնի տենց։ ԱԱՑ-ի ալֆայի ջոկատը ում համար տղայական հարց լուծի, դրանից ուժեղ տղա կարա ալնի առհասարակ։ Շիրակ Թորոսյանը ստեղ չի, իհարկե կասել, որ ախալքալակցիները կարան, բայց այնուամենայնիվ։ Չէ, ժողովուրդ ջան, ես մի բան էլի, մեկ է սրան հակադարձ բան են ասում, տո դուք որ վաղը պաշտոն չունենաք, ինչ։ Որ վաղը պաշտոն չունենանք, ինչ։ Մի հատ ասեք էլի, ինչ։ Որ վաղը պաշտոն չունենանք, կարենալու ենք ու անելու ենք այն նույն բանը, ինչը որ կարում ենք ու անում ենք հիմա, գիտեք խի։ Որտեվ մենք հիմա ԱԱՑ-ին չենք ուղարկում, որ մեր սիրած աղջկան մոտեցող տղայի գլուխը ջարդի, որ մեր տղայական ու անձնական հարցերը լուծի։ Մենք մեր հարցերը էլի մենք ենք լուծում։ Էլի ինքներս ենք անում։ Ոնց կարում ենք լուծում ենք։ Մենք ինքներս ենք անում։ Մենք մեր փողոցից սկսած, մենք մեր դպրոցական տարիքից սկսած, մանկապարտեզի տարիքից սկսած, մենք ինքներս ենք մեր հարցերը լուծել։ Այս դալիճի այս թևում նստած մարդիկ իրանք են իրանց հարցերը լուծել։ Կռիվել են իրանք արել, ծեծել են, ծեծվել են, իրանք են արել, հասկանում եք, այս մարդկանց այդպես սպառնալ, որ վաղի իշխանություն չլա։ Է դուք հա որ իշխանություն չեք, կնանոց հետևն եք գնացել թաքնվել։ Թող ինձ ներեն մեր բոլոր թիմ գործընկերները, կանանց թիրախավորում չի էլ։ Հենց դա կանայք ուժեղ են, որ նրանց թիկունքում թաքնվում են, դա նկատի ունեմ։ Չէ, ժողովուրդ ջան, ասում եմ վաղը պաշտոն չէ, հիմա դուք պաշտոն չունեք, մի հատ էլ ցույց տվեք, էլի այդ օրինակը, թե ոնց պետք է լինի պաշտոն չունեցողը ըստ ձեզ, որ ձեր սրտով լինի։ Ասենք ինչ է, վաղը որ պաշտոն չունենամ, գնալու եմ Մարիա Կարապետյանի ու Թագուհի Թովմասյանի հետևում թաքնված։ Դուք հիմա սկի պաշտոն ունեք էլ։ Հա, Թովմասյանի չէ, Ղազարյանի, կներեք Տիկին Ղազարյան։ Այսինքն, էտա ձեր ակնարկած, ախր դուք հիմա պաշտոն ունեք արդեն տենց եք անում, հասկանում եք, ընդդիմադիր պատգամավորի պաշտոնը էլի մեծ պաշտոն է, պատգամավորի պաշտոն է։ Բա որ էդ էլ չունենայիք ինչ էիք անելու։ Ու հիմա ինչքան եք սենց փախած մնալու, ես ուզում եմ հասկանալ։ Ինչքան եք սենց փախած մնալու, ինչքան է տևելու այս փախուստը ազգային ժողովի դահլիճից։ Վերջը մի օր հետ եք չէ գալու։ Վերջը մի օր բան եք անելու, վերջապես հասկանալու եք այն միտքը, որ ձեր բախտը տենց է դասավորվել, որ դուք ծնվել եք կոնկրետ քրոմոսոմներով ու դա իրանից ենթադրում է, որ դուք տղամարդ եք։ Ու այդ տղամարդ լինելը իրանից ենթադրում է հասարակարգում ձևավորված որոշակի պատասխանատվություն որոշակի արարքների համար։ Կին լինելն էլ ենթադրում է ուրիշ տեսակի պատասխանատվություն էլի ուրիշ արարքների համար, որտեղ հասարակարգը ձևավորված է այտենց։ Հիմա այսքան ինչ, ես ճիշտ եմ հասկանում, որ միջև չգիտեմ ժամանակների ավարտը Աննա Գրիգորյանը ու Արմենուհի Գյուլիանը պարբերաբար sense շրջան կազմած իրանց թիկունքով փորձելու են պաշտպանել Քոչարյանի փոքրիկին։ Ու արդյոք դա փրկելու է Քոչարյանի փոքրիկին, որտեղ այստեղ խնդիրը ֆիզիկական չէ, ջան, այստեղ խնդիրը հոգեբանական է։ Այստեղ խնդիրը խիստ հոգեբանական է։ Ու այդ հոգեբանական խնդիրը հետևյալն է, մարդը ծնվել է տղա։ Մարդը ապրել է այսքան տարի, բայց հələ տղամարդ չի դառել։ Հələ տղամարդ չի դառել։ Չգիտեմ կդառնա թե չէ, բայց անկեղծ այդտեղ խնդիր կա։ Հոգեբանական է այդ խնդիրը։ Ոստեղ չգիտեմ, հիմա մեր բարոյախրատական ելույթները կամ դրանց այլ դրսևորումները արդյոք բավականաչափ օգտակար կլինեն այդ խնդիրը շտկելու առումով, թե չէ, բայց ես վստահ եմ, որ մենք պետքա ջանք չխնայենք այս ուղղությամբ, որտեվ ես վստահ եմ, որ Քոչարյանի փոքրիկը պետքա վերջի վերջո սովորի կյանքի կարևորագույն դաս։ Սեփական արածների համար գալիս է պատասխանատվության ժամանակը։ Քոչարյանի փոքրիկ, արի
արածներիդ պատասխանատվությունը ստանձնելու։